Մորոք ամբողջ քաղաքը համերաշխ եղել։ Այս պնդումը Վարդան Ղուկասյանն արել էր 2019 թվականին ազգային ժողովի падգամավորի կարգավիճակում։ Այնինչ 13 տարի Գյումրին ղեկավարած Վարդան Ղուկասյանը հիշվել է քրեական եւ արյունալի պատմություններով։ Այստեղ ոչ ոք իրեն այդպես արտոնյալ, ուրեմն մեր թվարկությունից առաջ եւ մեր թվարկությունից հետո ոչ ոք իրան այդպես չի կարող պահի, սա Գյումրին է։ Քրեական ենթամշակույթի հետ ասոցացվող Ղուկասյանը նույն ինքնավստահությամբ էլ այսօր է խոստանում շարունակել ամենաթողության դեմ պայքարը Գյումրիի քաղաքապետարան մտնելուց անմիջապես հետո։ Ես դրան չեմ ուզում հիմա անդրադառնալ, հասկանալի է, եւ չեմ էլ ուզում դրա ինչ որ նորից մեկնաբանություններ անել 12 տարի հետո։ Հետընտրական ասուլիսում հնչեցրած այս մտքին ի պատասխան Ֆակտոր TV-ն Վարդան Ղուկասյանին հիշեցրեց Գյումրիում ամենաթողության դեպքերից մեկը, որն արյունալի ելք ունեցավ ու կապված է Ղուկասյանների գերդաստանի եւ Մարտուն Գրիգորյանի մերձավորների հետ։ Այնինչ այսօր հենց Մարտուն Գրիգորյանի քվեների կարիքն ունի Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դառնալու համար։ 2013 թվականի ապրիլին Վարդան Ղուկասյանի եղբորորդին կրակոցներ էր արձակել Մարտուն Գրիգորյանի եղբոր երեխաների կնքահոր ուղղությամբ։ Կրակոցներից մահացել էր Գրիգորյանի եղբոր Շեկո անունով թիկնապահը, իսկ Խավոր Հարություն Խաչատրյանը վնասվածքներ էր ստացել։ Ըստ հրապարակումների մինչ այս կրակոցները Հարություն Խաչատրյանի տղան երկաթյա ձողով հարվածել էր Վարդան Ղուկասյանի եղբոր տղայի գլխին։ Այս արյունալի դեպքերի մասին խոսել չի ցանկանում Վարդան Ղուկասյանը, որը սպասում է Մարտուն Գրիգորյանի դրական պատասխանին։ Միաժամանակ այս ասուլիսում ներողություն չի հայցում Գրիգորյանի հարազատներից։ 12 տարի առաջ տեղի ունեցած այդ դեպքը Ղուկասյանների մասնակցությամբ նմանատիպ միակ միջադեպը չէ։ 2005 թվականի մայիսի 5-ին Գյումրիի Դուետ սրճարանում սպանվեց Մայիս Կարապետյանը։ Տարածվեցին տեղեկություններ, թե դրա հետ առնչություն ունի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը, սակայն 14 օր անց ձերբակալվեց Փիշմակ անունով Արա Մրյանը, իսկ Ղուկասյանի որդին այդպես էլ չանցավ այս քրեական գործով։ Նույն թվականի ամռանը Ղուկասյանի եղբորը պատկանող Օազիս սրճարանում վեճ էր ծագել ռուսական զորամասի սպաների հետ։ Այդ պահին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Վարդան Ղուկասյանը 2 անգամ օդ էր կրակել։ 2007 թվականի մայիսի 20-ին օրը ցերեկով փոխհրաձգություն էր տեղի ունեցել Ղուկասյանի որդու Սպարտակի անմիջական մասնակցությամբ։ Ղուկասյանի որդին եւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի տղան Գյումրիի կենտրոնում սկսել էին անկանոն կրակել միմյանց ուղղությամբ։ Փոխհրաձգության հետևանքով 74-ամյա Համասփյուր Մնացականյանը ձեռքից վնասվածք էր ստացել։ Իդեպ այդ փոխհրաձգության օրը Գյումրիում անհետ կորավ 12-ամյա մի երեխա, որին 2 ամիս գտան մահացած լքված տնակում։ Գյումրիում թեև խոսում էին, որ երեխայի մահը կապված է արյունալի միջադեպի հետ, սակայն այն ժամանակ Աղբան Հովսեփյանի ղեկավարած դատախազությունն այդպես էլ դա հաստատված չհամարեց։ 2007 թվականի ապրիլին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձ իրականացվեց։ Կրակոցներ էին հնչել Ղուկասյանին սպասարկող եւ ուղեկցող ավտոմեքենաների ուղղությամբ, ինչի հետևանքով 5 ուղևորներից 3-ը տեղում մահացան։ Վարդան Ղուկասյանը եւ նրա տեղակալը մարմնական վնասվածքներ ստացան։ Վարկածներից մեկն այն էր, որ տեղի ունեցածը քաղաքական իշխանության կողմից պատվիրված սպանության փորձ է։ Մահափորձը 15 տարի անց էլ բացահայտված չէ։ 2012 թվականի օգոստոսի 24-ին Ղուկասյաններին պատկանող Գյումրիի հրաշքների աշխարհ սրճարանի դիմաց տեղի էր ունեցել վիճաբանություն, որն ուղեկցվել էր կրակոցներով։ Դրան մասնակցել էր Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը։ 13 տարի անց կրկին քաղաքապետարանի ճանապարհը բռնած Ղուկասյանն այսպես ասած չի բարեփոխվել։ Օրեր առաջ նոր քրեական գործ հարուցվեց նրան վերագրվող ձայնագրության հետ կապված։ Հրապարակված ձայնագրությունում Վարդան Ղուկասյանը խոսում էր Գյումրիի շուկաներից մեկի աշխատակիցների հետ հանդիպում կազմակերպելու մասին եւ հիշեցնում, որ ժամանակին ինքն է նրանց տաղավարներ տվել, որով մինչև հիմա տուն են պահում։ Ձայնագրության մեջ նաեւ կոպիտ ու հայոյախառն արտահայտություններ կան։ Ղուկասյանը ուղիղ չի հերքում, որ ինքն խոսում, բայց նաև արհեստական բանականությանն է վերագրում ձայնագրությունը։ Վարդան Ղուկասյանն անցնում է նաև ապօրինի հարստանալու վերաբերյալ քրեական գործերով։ Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից եւ հրավիրված ասուլիսից հետո էլ Հկավ գրասենյակը գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Վարդան Ղուկասյանի կողմից հնչեցված ատելության, անհանդուրժողականության, թշնամանք հրահրող խոսքերի եւ եկեղեցու մեջ քահանա գնդակահարելու սպառնալիքի հետ կապված։